Ֆրինյուզի եթերում հերթական կապն է Փարիզ, որտեղից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման։ Բարև Գագիկ։ Արման ջան, հետաքրքիր լուրով ենք սկսում, ընդ որում այդ ինֆորմացիան մենք էլի ինչ-որ չափով արծարծել էինք մեր նախորդ հաղորդումների ընթացքում, Մարկո Ռուբիոն անկեղծացել է մարտ-ապրիլ ամիսների տեղի ունեցած այն իրադարձությունների կապակցությամբ, որը ինչ-որ առումով ամեն դեպքում, երբ որ հաշվի ենք առնում, թե ով է դրա մասին խոսում, կարելի ասել, որ դա սենսացիոն բան է։ Լրիվ, ես հապշած էի ուղղակի եւ շատ կարեւոր մանրամասներ բացահայտվեց, իմացանք, դրանք տարին են ամփոփում, բնականաբար ինչպես պետդեպարտամենտի ամենաբարձր գերատեսչությունն է արտաքին գործոց, նույնիսկ եթե գիտենք, որ Վիտկոֆի դերն ունի, հա, նաև շատ հարցերում, բայց Մարկո Ռուբիոն մնում է արտաքին գերատեսչության ղեկավարը եւ որոշ չափով նաև նրա մասին կարող ենք խոսել նաև մյուս ընտրությունների մասով, դա բացառված չէ։ Գալով իր ասացին, ըստ էության ինչ պարզվեց, նա ամփոփում է տարին եւ պարզվեց, որ փաստորեն բավականին բարդ իրավիճակում ենք մենք եղել եւ բավականին ծանր իրավիճակում ԱՄՆ-ն կարողացել է, ինչքանով հասկացանք, շատ գաղտնի ձևով աշխատանք տանելով կարողացել են մեզ փրկել, եթե կարելի այսպես ասել, այս կոնտեքստում փրկելը իրոք շատ լուրջ եւ փրկել կարելի ասել երկու երկրներին փրկել բախումից, պատերազմից, որը պլանավորում էր Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները, ինչքանով հասկացանք, կանխել են այդ գրոհը եւ դրան ավել նույնիսկ եկել են նաեւ համաձայնությամբ։ Ընդ որում, այստեղ մի շատ կարևոր հանգամանք էլ կա, այն մարդիկ, ովքեր քաղաքագետներ, վերլուծաբաններ, ասում էին, թե ոչ մի նշանակություն չունի օգոստոսի 8-ը եւ օգոստոսի 8-ի հռչակագիրը, սա եւս մի ապացույց է, որ ոչ թե նշանակություն չունի, առավել քան նշանակություն ունի, որ դեռևս փաստաթուղթ չէր ստորագրվել, բայց Միացյալ Նահանգները թեկուզ հեռախոսազանգերով, իհարկե ծանրակաշ պաշտոնյաների, դիվանագիտական ծանրակաշերի մասն եմ խոսում, հեռախոսազանգերը կարողացել են հանդարտեցնել Ալիևին, որպեսզի նա ինչ-որ բախումների կամ պրովոկացիաների չգնա, եւ այստեղ մի շատ կարևոր հանգամանք, եթե իհարկե ինձ հետ համաձայնես, դա չի բացառվում, որ եղած լինի Կրեմլի նախագիծ նաև, ինչու ոչ։ Բացարձակապես չի բացառում, որովհետև այդ գրոհը լրիվ տեղավորվում էր կրեմլյան շահերի գործընթացում։ Եվ եկեք մեր հիշողություն են, որ ասում է կարճ հիշողություն չունենանք, մենք հիշենք ինչպիսի ինտենսիվությամբ էր Ալիևը խոսում Զանգերզուրսկի կալիդոր, հա, կալիդոր, այդ իրանց այդ կապակցությունը եւ ինչպիսի պատրաստականությամբ այդ արդեն ոնց են ասում, թոքերը լցված եղած այդ հաղթանակից, որ ինքը կարողացել էր հետ Ղարաբաղում ունենալ եւ այդ ամբողջ այդ իր այդ էներգիան նա պատրաստ էր արդեն դնելու, որպեսի վերջիվերջո գրոհել Հայաստանի վրա եւ վերցնել այդ կոչեցյալը, չմոռանանք էլի շատ ծայրաստիճան լարված իրավիճակ էր։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ Ալիևը խոսում էր, եթե Հայաստանը Զանգեզուրի, հա, էլի ճակերտների մեջ Զանգեզուրի միջանցքը չտրամադրի, ապա Ադրբեջանը ուժով կվերցնի։ Էդ էլ հիշենք եւ դա հենց այդ ժամանակներում էր։ Եվ ոչ մի հայտարարություն ռուսական կողմից, գոնե Զախարովյան հայտարարություն, իհարկե, հա, որ մենք դաշնակիցներ ենք, որ դա թույլ չենք տալու, ավելին, հայկական կողմին անընդհատ մեղադրում էին ՀԱՊԿ-ի հետ կապված, Ռուսաստանի հետ կապված, նույն նարատիվները, ադրբեջանական կողմի հետ ոչ մի, ասում են, կամ միայն լավը, կամ ոչինչ։
Անկամ եթե հենց այդ ժամանակներում ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարված էին։ Միևնույն է, այդ ժամանակ Ռուսաստանը քայլ անգամ չարեց, մի հեռախոսազանգ անգամ չարեց, չէ՞ որ եթե անգամ գաղտնի տեղեկություններ էին, որոնք հայտնի են դարձել Միացյալ Նահանգներին, բայց այդ գաղտնի տեղեկությունները չեմ կասկածում, որ ունեցել են նաև ռուսները։ Իհարկե, եւ նրանք ունեցել են, երբ որ ասում են գաղտնի տեղեկություններ, նրանց գաղտնի տեղեկությունների մեջ ներառում ենք, որ Ռուսաստանի հովանավորությամբ Ադրբեջանը որոշել է հարձակվել, գրավել է տարածքները եւ ռուսական KGB-ի իշխանության տակ տալ FSB-ի, այո, FSB-ի, ինչ մասին երազում պատկերացնում էր Պուտինյան Ռուսաստանը, որը կանխվեց շնորհիվ այս պարագայում, այո, Հայաստանի իշխանությունների հաստատակամության, Միացյալ Նահանգների սառը դատողությամբ, չէ՞ որ Միացյալ Նահանգները, լավ, այսպես ասենք, Թրամփի օրոք Միացյալ Նահանգները շարժվում է սեփական շահի տրամաբանությամբ, եւ սեփական շահի տրամաբանությունը Միացյալ Նահանգներին հուշում է, որ TRIP նախագիծը շատ կարևոր, նաև օգտակար, նաև շահավետ նախագիծը առաջերտին հենց նաև Միացյալ Նահանգների համար։ Եվ այստեղ շատ կարևոր է հայկական դիվանագիտության, ես համարում եմ բացարձակ հրաշալի մի տրյուկ, որը կայանում է գտնել, ես համոզված եմ մերոնք բավականին լուրջ աշխատել են դրա շուրջ, նույնիսկ եթե մենք կարող ենք միայն պատկերացնել, պատկերացրա Trump Route for International Peace and Prosperity, անունն էլ գտել են, որը գիտենք թե այսօր Թրամփի մոտ ամեն ինչի վրա Թրամփի անուն է դնում, նույնիսկ Քենեդիի տեսանք, հա, այդ կենտրոնը փոխեցին Թրամփի եւ Քենեդիի կենտրոնը։ Գիտենք ինչով կարող են այդ մարդուն նաև գրավել, բացի նրանից, որ գտել են նաև էկոնոմիկ տնտեսական շահը, բայց նաև կարողացել են մարդուն գրավել նախ Ամերիկայի Միացյալ Նահանգներին այդ ծրագրով, որպեսզի մեր Հայաստանում, որ քարտեզի վրա հազիվ թե երևում է զում անելով, նա որոշի այստեղ այդ ծրագիրը իրականացնել, մեղմել, ոչ միայն մեղմել, այլ կուրկուրի ձագ Ալիևի Վաշինգտոնում, որը խելոք, ժպիտով, գլուխը կախ ու շատ երջանիկ ուրախ էր, որովհետև ինչ ստացավ Ալիևը։ Ալիևը ստացավ Ամերիկայի կողմից, ինչպես ասենք, ընդունելություն, որովհետև ինքը լրիվ զրոյացրել էր իր կապերը Ամերիկայի հետ, որովհետև բոլորը հասկացել են, որ նա սուտ է խոսում։ Խաբում է, ճիշտ է։ Հիմա ըստ էության ամսի 8-ով մենք ձեռք բերեցինք մեր պետականության վերահաստատում, մենք ձեռք բերեցինք տնտեսական պոտենցիալ, մենք ձեռք բերեցինք նոր տնտեսական գործընկեր թիվ 1 գերտերությամբ, որի անունը դրվեց այդ ճանապարհի վրա, մենք ձեռք բերեցինք ռուսական այդ FSB-ի գծած նախագիծը, որով մեզնից գողանում էին մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը, եւ վերջի վերջո ամենակարևորը ձեռք բերեցինք խաղաղություն երկու կողմին ձեռք տվող եւ միևնույն ժամանակ Ամերիկայի բարձր հովանու ներքո։ Ընդ որում, եթե ուշադրություն դարձնենք նաեւ Թրամփի շնորհավորական խոսքերին, որ նա հնչեցրել էր Հայաստանի արտակարգ լիազոր դեսպանին ընդունելուց, նա շնորհավորում էր հայ ժողովրդին, շնորհավորում էր հայ ժողովրդի նպատակները դեպի խաղաղություն, սրանով կրկին հիշեցնելով ոչ միայն մեզ, այլ նաև Ալիևին, որ տղա ջան, այն ինչ որ խոսացել ենք, դա ուժի մեջ է, մտքովդ հանկարծ եւ սա լրիվ տեղավորվում է։ Ես ինչն եմ ողջունում մեր դիվանագիտության հզորությանը, որտեղ պետք է ասենք, երբ որ լավը արվում է, պետք է նշենք դա։ Դա այն է, որ նաև այս ամբողջը արվել է նաև այն շրջանակներում, որ MAGA-ի, այսինքն Թրամփի աջակիցների ամբողջ բանակի այդ նաև գոհացնելու ֆոնի վրա, այսինքն Թրամփը բերում է խաղաղություն, Թրամփը բերում է prosperity, հա, բերում է ինչպես են ասում հայերենով, բարգավաճում երկրներին, հա, Թրամփը բերում է միայն պոզիտիվը, հա, եւ կարողացավ նաեւ Թրամփը շատ ճիշտ շահարկել նաեւ իր ընտրազանգվածի առաջ, մենք շատ ուրախ ենք, գիտես, երբ որ մենք շահարկվում ենք, բայց ի շահ մեր շահերի, որովհետեւ շատ հաճախ Ռուսաստանի
հետ մենք շահարկվել ենք ի վնաս մեր շահերի։ Ու այդ շահարկությանը մասնակցել են բոլոր 5-րդ շուն ասածներից սկսած մինչև այն ամենավերջի տերտեր KGB-շնիկը։ Այո, միանգամայն ճիշտ է։ Ընդ որում, այստեղ մի շատ կարևոր հանգամանք էլ կա։ Թրամփը շատ սիրում է հիշատակել իր բոլոր ասուլիսների ժամանակ, որ ինքը կանխել է 8 պատերազմ, ընդ որում, եթե խորանանք, այդ պատերազմները կանխած բավականին հեղեղուկ վիճակում են, այսինքն մենք տեսանք, այո, ի տարբերություն հայ-ադրբեջանականի, նորից հնդիկներն ու պակիստանցիները իրար խփում են, նորից այնտեղ Թայլանդն ու չեմ հիշում որ երկիրը, Թայլանդի հարևան երկիրը, Կամբոջան, այո, էլի իրար վրա կրակում են, նույն բաները տեղի ունենում ժամանակ առ ժամանակ նաև Աֆրիկայում, դե էլ Ուկրաինա, Ռուսաստանի մասին չխոսանք։ Այսինքն, այսօր այդ մարդը ռեալ, որ կարա վերցնի sense փաթեթավորված դնի սեղանի, դա Հայաստանի հետ կապված, թրիփի հետ կապված եւ ի վերջո խաղաղության այդ բանի հետ կապված հարցն է, որ հաջողվել է։ Եվ այստեղ էր որ ախվեցին շահերը համընկան Ադրբեջանի, Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, արդեն կստացվի ուզում ես ուզի, չես ուզում ուզի։ Հա, ընդ որում էլի շատ հետաքրքիր էր այն մի հատ ռուս պաշտոնյա կա շատ նիհար Օվերչուկը, հիմա կասեն դու էլ ես չախ, բայց ամեն դեպքում Օվերչուկը ինքը ուրիշ կատեգորիա է, ինքը խոսում է այն բանի մասին, որ 30 տարիների ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, որ Հայաստան մտնի Ադրբեջանի տարածքով ռուսական ցորեն, ղազախական ցորեն, ադրբեջանական վառելիք, տղերք դուք այդ 30 տարվա ընթացքում որտեղ էիք։ Բա դուք Հայաստանի ռազմավարական, ստրատեգիական, պատմամշակութային բարեկամն ու դաշնակիցը չէիք, այսինքն այն ժամանակ թույլ Ադրբեջանին Ռուսաստանը չէր կարա պարտադրել, որ Ադրբեջանի տարածքով ցորեն գար Հայաստան, ու հիմա երբ որ շնորհիվ թրիփի, այլ ոչ թե Ռուսաստանի գալիս է այդ բանը ցորենը եւ վառելիքը Հայաստան, էլի ուզում են իրանցով անեն։ Ու չի ստացվելու, որովհետև եթե միջև հիմա ասում են Եվրոպան պետք է նաև միշտ հիշենք, որ Եվրոպան մեր մեջքին կանգնած է, նույնիսկ եթե Եվրոպայի բացի նրանից որ նրանք այդ միջազգային խաղապահները մեզ բացարձակապես օգնեցին, որպեսզի մենք չունենանք բախումներ եւ չունենանք բայց չմոռանանք, որ նաև Եվրոպան նաև երկմտումների մի միություն է, որտեղ պետք է 27 իրար հետ համաձայնեցնեն որոշ բաներ, որից իմիջիալիոտ շատ հաճախ օգտվում է Պուտինը, բայց ի տարբերություն նրանց Թրամփի հետ կապված Պուտինը շատ ավելի զգուշավոր եւ շատ ավելի հանգիստ է իրեն նրա հանդեպ դիրքավորում, որովհետեւ շատ եթե կա մեկը, որ այո, չնեղացնել է վերջո կարողանալ իր ծրագրերը ուրիշ բան է թե ինչպես է ծրագրերը անցկացնում, բայց մեր դոսիեի հետ կապված հայկական հարավկովկասյան պահով ինչ է նա պետք է հակառակվի Թրամփին, սկսած իր անունով ճանապարհից վերջացած Միացյալ Նահանգների ամբողջ տնտեսական ուժին, որը մենք արդեն տեսնում ենք օրեցօր, թե ինչպես է նրանք արդեն այդ ամեն ինչը իմպլեմենտացնում Հայաստանում եւ արդեն մտել են գործնական փուլ, բայց մենք պետք է ինչ կարևոր մեր առջև դե գալիք ընտրություններն են, հուսով հիմա մենք նույն այդ հիբրիդային դրոններից պետք է խոսանք, որովհետեւ այդ ամբողջը գալիս են, որպեսզի հակազդեն ամերիկյան ասենք, արևմտյան ասենք, ամերիկյան ներկայությանը հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում։ Այո, միանշանակ։ Նրանց անունները տարբեր անուններ կան, էլի, տենց հայկական, տենց մեր ամեն ինչով, մեր թաշախուստայով, մեր համենված էս լավաշով, խորովածով, քյաբաբով, հայկական, ինչքան կարելի է ազգային, ինչքան կարելի է վերամբարձ, ինչքան կարելի է այսպես կենացային, ինչքան կարելի է մարդկանց այդ սրտին դիպչող եւ ինչքան կարելի է, ինչքան շատ օգտագործենք դավաճան բառը։ Մի խոսքով, ռուսական այդ պրոպագանդայի
թարգմանված հայերեն տարբերակներով, որ հիմա մենք օրինակներ կարող ենք բերել ամենօրյա կյանքում տեսնում ենք։ Այո, եւ 5-րդ Շարասյան ակտիվացումը անգամ մի պահ սխալել է ասել 5-րդ Շարասյան ակտիվացում, որովհետեւ նրանք երբեք պասիվ չեն եղել։ 20 թվականից սկսած նրանք Կրեմլի դրածոներն են Երևանում։ Այո, եւ չմոռանանք, որ իդեմս ժողովրդավարական Հայաստանի Ռուսաստանի այսօրվա վերնախավի համար կա ուղղակի թշնամի պետություն, թշնամի գաղափարախոսությամբ։ Այո, ժողովրդավարությունը այսօրվա Կրեմլի համար, ես անգամ խուսափում եմ ասել, նկատի չունեմ այն լիբերալ Ռուսաստանին, որտեղ նույն լիբերալ Ռուսաստանը նույնպես կայսրապաշտական է։ Ասենք, եթե մենք հիշենք Նավալնին, երբ որ խոսում էր ժողովրդավարությունից, բայց իր խոսքերի նախադասությունների արանքից դուրս էր գալիս նաև կայսրապաշտությունը, Ռուսաստանի բացառիկությունը, կայսրապաշտությունը պահպանելու, որտեղ իրենց երկրի մեջ ունեն տարբեր ազգություններ, տարբեր միավորներ, որոնց պետք է վերջի վերջո տարբեր սորտի մարդիկ, այո, տարբեր սորտի ազգեր, որովհետև նրանց տնտեսությունը, նրանք եվրոպական մոդել չունեն, որտեղ ժողովուրդները իրենց հպարտ սխալ բառ է, իրենց երիկը զգան ապրել Ռուսաստանում, այլ պետք է վախեցած խելոք չուզենան անջատողական քաղաքականություն վարել, չուզենան հանկարծ ֆեդերացիայից անջատվել, եւ բնական է, որ այդ ինչ էլ խոսենք, ռուսական ժողովրդավարությունը, այլ ոչ թե միջազգային ձևով մի ժողովրդավարություն։ Այո, որտեղ ռուսական ժողովրդավարությունն էլ է տարբերվում դասական ժողովրդավարությունից, այսինքն ինքը ավելի շատ ձև է, հիշենք Ելցինյան Ռուսաստանը, հիշենք Ելցինյան Ռուսաստանի չեչենական պատերազմները եւ մնացած ամեն ինչը, ի վերջո նույն այդ Ռուսաստանի հարաբերությունները այն ժամանակվա Հայաստանի հետ, որը էլի գնում էր վելիկաո ռուսական տրամաբանությամբ, ուրիշ կերպ հնարավոր չէր, ֆորպոստ էր եւ վերջ։ Ու այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, Գագիկ ջան, եթե թույլ կտաս, դա եւս պետք է արծարծենք, դա վախն է։ Ուրեմն տես, բոլոր այս ազգերին, որոնք ֆեդերացիայի կազմի մեջ են մտնում, շատ պարզ է, չէ՞, որ վախեցնելով, տես չեչեների գլխին ինչ բերեցին։ Վախեցրեցին։ Այո։ Ռիվ սարքեցին, սպանեցին, մի հատ դրածոյլ դրեցին, նրան խելոք, վախացած, չենք մոռանում, վախը չենք մոռանում։ Պահում են։ Ռուս ժողովրդին Մոսկվայում նույնիսկ այդ միտինգին դուրս գալը ինչով է պայմանավորված, վախով։ Հարևան երկրներին վախով, Եվրոպային վախեցնելով եւ նույնը նաեւ նրանց նարատիվների մեջ է, որովհետեւ այն ինչ որ այսօր իրանք չեն կարող անել զենքի ուժով, որովհետեւ ամբողջ զենքի ուժը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, նրանք պետք է անեն նարատիվների հիբրիդային գրոհների, որի անունը միշտ տենց տալիս են, չմոռանանք, մեր ժողովրդին է միշտ պետք է հիշեցնենք, եւ դրա մեջ նաեւ սերմանում են, մեր թնդմեր սերմանում են բարեկամությունը, մեր թնդմեր սերմանում են ուժը, այն տարիների եկած այն ամեն ինչը, որ մենք ունենք միասին եւ այլ այդ բոլոր բլաբլաները, եւ հենց տեսնում են դա մի քիչ թույլ է աշխատում, այդտեղ մտնում է վախը, այդտեղ մտնում է դե որ բահոր հանկարծ եկան, բա դուք պատկերացրեք որ թուրքերը յաթաղանով կգան, բա դուք պատկերացրեցիք որ այստեղ եկանք մեր հաղորդման ամենասկզբից, տեսանք այդ ով էր ուզում մեր վրա հարձակվել, ինչպես եղավ եւ ով կանխեց եւ վերջի վերջո այս հիբրիդային գրոհների մեջ ինքը մի կարևոր նաեւ մաս է կազմելու վախը։ Ես քեզ մասնավոր մի պատճառ բերեմ, շատ կարևոր մի բան բերեմ, եթե թույլ կտաս, ես այստեղ ելույթ ունեցա եւ շատ ուժով դատապարտեցի հիմա Ֆրանսիայի համայնքում այս կառույց կա, որը ուզում է ինքը ընտրություններ անցկացնել եւ այսպես ասենք դառնալ դեմոկրատական մի կառույց, չմոռանանք այդ կառույցի մեջ դաշնակներ են, որոնք հիմնականում վերցրել են իշխանությունը, այնտեղ մեկ ուրիշներ կա թերթի գլխավոր խմբագիր, բայց սրանք իրենք տարապում են, այսպես ասենք, իրենք այդ տարական հականիկոլիզմով, հա, առանց որևիցե բանի, որովհետեւ տեսնում են, որ իրենց օգտակարության գործակիցն է շատ թուլացել, որովհետեւ շատ հաճախ նրանց կարիքը չունի Փաշինյանը, որպեսզի Մակրոնի հետ շփվի, եւ ըստ այդմ նրանք շատ հետաքրքիր մի բան ես ապշել է ուղակի եւ հիմա նոր պետք է իրենց այդ ցուցակները կազմեն
եւ լուրջ հրապարակում արեցի բոլորի առաջ եւ ասեցի՝ «Մի րոպե, եկեք մի հատ հասկանանք, փաստորեն, որտեղ նրանց տեխնացուների կանդիդատը մեկը ռուս օլիգարխ է, հա, Կրեմլից բերված, Փարիզում, պատկերացրա, Եվրոպայի, Ֆրանսիայի, որը Եվրոհամայնքի անդամ է, ֆրանսիական կառույցը ֆրանսահայերին ուզում է ներկայացնել եւ ըստ այդմ պաշտպանել ռուսաստանցի օլիգարխի տեխնացությունը մյուս կողմից եւ մյուս կողմից էլ Հայաստանը տեսնում է ռուսական միութենական կազմում, այլ ոչ թե Եվրոմիության հետ իր հարաբերությունները զարգացնելով։ Խոսում ենք ֆրանսայական համայնքի համակարգող խորհրդի մասին, այսինքն մեկը մյուսին չբռնող եւ ինչ արգումենտ է նրանք բերում՝ վախը, թուրքերը, աղանը, վախը եւ ռուսն է, որ մեզ միշտ պաշտպանել է։ Դե հիմա արի ու սրանց մի ասա, լսեք, ռուսը ձեզ երբեք չի պաշտպանել, նա պաշտպանել է ինքն իրեն։ Ինքն իրեն ռեգիոնում դուք նրան ընդամենը պետք է եղել, որպեսզի ասի ես ձեզ պաշտպանեմ, դուք սուս մնացեք, ես թուրքին կասեմ ինչ ոնց, դե տեսանք ինչ ասեց էլի Ղարաբաղի հարցում, ասեց եկա արի վերջա, հետո եկա խաղաղապահ կգամ, այդտեղ էլ խելոք արի իրանց բոլորին այստեղից sense հանից իրանց բնորանից ես sense խելոք կկանգնեմ հերադիտակով կնայեմ դեռ ոնց են 120,000-ից ավել հայեր իրենց բնորանից Ղարաբաղից դուրս գալիս վերջում կանգնեմ կասեմ դե դուք եք Ղարաբաղը չեք ընդունել այ ասել ես խապկան նրանք ամենուրեք նույնիսկ տես Եվրոպայում հասարակ օրինակն են բերում վախը օգտագործելով որ դուք չգիտեք թե թուրքը այստեղ հեսա կգան եւ Փաշինյանը ուտեղ նարատիվներ են գնում եւ այդտեղ թուրքական պրոկոմունիստական նայել եմ այնքան հետաքրքիր է պրոկոմունիստական ինչ որ թերթեր կան որոնք տարածում են նաեւ հակա այսպես ասենք Փաշինյանական գաղափարախոսություն այստեղ պետք է հասկանանք մի բան թույլ տուր սա էլ ասեմ եւ խոսքը թողեմ քեզ այստեղ ոչ պետք է տարապել տարական հակա նիկոլիզմով պրիմիտիվ հակա նիկոլիզմով ոչ պետք է լինել ընդամենը պետք է լինել պետական ամետ Եթե պետության շահերը այսօր պաշտպանում է Փաշինյանը, ուրեմն մենք բոլորս Փաշինյանական ենք, կներեք։ Եթե պետությունը այսօր ինքնիշխանությունը այսօր պաշտպանում է մի տեխնացու, ուրեմն ունենք մի տեխնացու։ Եթե այդ ինքնիշխանության ջատագովն է այսօր 1, 2, 3 տեխնացու, խնդրեմ, մենք կարող ենք նաև նրանց լսել եւ նրանց ծրագիրը տեսնել, բայց փաստացի այսօր մենք ինչ ենք տեսնում։ Փաստացի տեսնում ենք այսօր մի կողմից տեսնում ենք մեր ինքնիշխանության պահպանում ամեն ձև եւ մյուս կողմից տեսնում ենք այդ ինքնիշխանության տրամադրում ռուսական ֆեդերացիային եւ սա նորից գալիս ենք հիբրիդային այս նորից ամեն ձև իրենց ձևով այս իրենց ձև ռուսական ձև չէ ռուսական ձև եկեք Արմոզյան, ես ուզում եմ մի բան ավելացնել քո ասացին։ Երբ որ մենք խոսում ենք շատ ավելի որտեղից երկար խոսեցի մենք երբ որ խոսում ենք այդ ռուսական ձևի մասին, դա անգամ խորհրդային տարիներին էր, էլի ռուսական ձև էր։ Եվ սովետական միության հարաբերությունները ամբողջ աշխարհի հետ նորից այդ նույն մոդելն էր կիրառվում ու ես մի հետաքրքիր պատմական տեսանյութ տեսա որը պատմում էր Իսրայել-Սիրիա պատերազմի մասին եւ մի դրվագի մասին երբ որ սիրիական բանակը որը եղել է աննախադեպ ամբողջ արաբական աշխարհում 1200 սովետական տանկեր ընդ որում նրանց մեծ մասը այն ժամանակվա համար գեր ժամանակակից T-72 տանկեր հարցակվում են հոլանի բարձունքների վրա եւ որտեղ նրանց դիմագրավում են 140-ից 180 իսրայելական տանկ այսինքն մոտավորապես 10 անգամ գերազանցում են իրենց քանակով եւ ինչ է ստացվում այդ 180 կամ 140 տանկը իսրայելական գլխովին ջախջախում են սիրիական բանակը ամբողջությամբ հարյուրավոր տանկեր են վառում որովհետև այստեղ մի կողմում գաղափարախոսությունն էր, մյուս կողմում տեխնոլոգիաները եւ ինչ են արել սիրիացիները, իրենք վերցրել էին բրիտանական 45 թվականի արտադրության տանկեր, ավելի ժամանակակից, այսպես ասած, update էին արել այդ տանկերը, փոխել էին շարժիչները, փոխել էին նշանառության սարքավորումները եւ ստացել էին մի հատ տանկ
որ ասենք գերազանցում է ինքը իր հարվածային ուժով միանգամից 30-40 սովետական տանկի։ Սա ընդամենը փայլուն օրինակ է գաղափարախոսության եւ տեխնոլոգիաների։ Այսօր Հայաստանը գնում է տեխնոլոգիաների ուղղությամբ։ Հերիք եղավ 30 տարի մենք եղանք գերի գաղափարախոսությանը։ Այո, եւ այդ իրական Հայաստան ենք խոսում եւ վերջի-վերջո մենք խոսում ենք մի պետության մասին, որը հիմա պետք է կառուցվի, ինչպես ասենք, կոնֆլիկտայնությունը մեզ մոտ վերջանալուն պես կառուցվում է պետությունը, բետոնավորվում են նրա հիմքերը, ինչպես ասենք, ես փորձում եմ ինչ-որ ներկայացնել, հա, այսինքն մենք այսօր չենք խոսում կոնֆլիկտայնությունից եւ խոսում ենք մեր կառուցողական քաղաքականությունից, խոսում ենք ապագայից, խոսում ենք մեր երիտասարդությանը ապագա կառուցելուց, խոսում ենք տնտեսությունը զարգացնելուց եւ ահա դրանց շուրջ է որ պետք է մեր նարատիվները եկող ընտրություններում կառուցվեն։ Ես քեզ ավելին ասեմ, ռուսական կողմի հետ մենք ոչ մի խնդիր չունենք։ Իհարկե։ Ըստ էության մենք ռուսների հետ ոչ մի խնդիր չունենք։ Ինչ խնդիր ունենք, հասկացանք, պարզաբանեցինք, ինչ վնասներ պետք էր կերանք, ինչ որ մի խոսքով չենք կարող դիմագրավել, չդիմագրավեցինք, բայց չընկանք, բայց կանգուն, բայց կարողացանք գտնել մեր մեջ ներուժ, դիվանագիտական ներուժ, կարողացանք հայի նաև այդ ոնց ինչպես են ասում գործիքներ նաև հայի շուստրությունը չպետք է ասել ճկունությունը, հա, ես բառն եմ անգալիս, շնորհակալություն։ Եվ վերջի-վերջո այսօր մեր հարաբերությունները, մենք Իրանի հետ ենք մեր հարաբերությունները լավ պահում, մենք ուզում ենք ռազմավարական դաշնակից լինել, Թուրքիայի հետ ենք մենք ուզում սահմանները բացել, Ռուսաստանի հետ ենք մենք ուզում շարունակել առևտուր անել եւ մենք շարունակում ենք նրանց ատոմային էներգիան օգտագործել, որովհետեւ այսօր աշխարհի մակարդակով մեզ ձեռք է տալիս, ուրեմն մենք շարունակում ենք դա անել եւ նորմալ է որ մենք պետք է նաեւ ադրբեջանական բենզին ունենանք, նույնիսկ եթե մեզ համար, որովհետեւ մենք կարող ենք անընդհատ նայել անցյալին, որտեղ հենց մենք նայենք անցյալին։ Ես ադրբեջանական բենզինի հետ կապված մի օրինակ բերեմ, ինքը իհարկե ցավոտ օրինակ է, բայց մյուս կողմից ինքը ապացույց է, որ բիզնեսը բացարձակ ընդհանուր ոչինչ չունի գաղափարախոսության, ազգության, սահմանների հետ։ Այսօր ցանկացած մեկը կարող է մոտենալ ցանկացած մրգի բանջարեղենի խանութի, հարցնել այդ նուրը որտեղից է եւ կհնչի երկու պատասխան։ Սա Մեղրիի նուրն է, սա Ղարաբաղի նուրն է։ Սրանով ամեն ինչ ասված է։ Սրանով ամեն ինչ ասված է, այսինքն պարզ է, չէ, որ առևտրականները Ադրբեջանից տանում են Վրաստան, Վրաստանից այդ նուրը ինչ-որ ճանապարհներով գալիս հասնում է Հայաստան։ Էլ ես չեմ խոսում թուրքական ապրանքների, թուրքական հագուստի, մնացած ամեն ինչի մասին։ Եվ թող չգան էլի մեզ ասեն ռուսների հետ մենք ավելի լավ կլինենք, լսեք, մենք ամենալավն ենք ռուսների հետ այսօր, որովհետև աշխատում ենք հավասարի վրա։ Մենք շատ ձեռք ենք տալիս Ռուսաստանին այսօր։ Իր պատերազմական իրավիճակում 4 կողմից բլոկադայի, այդ մի քիչ բլոկադայի մեջ լինի, 30 տարի մենք ենք եղել։ Շատ լավ իրենց կարողանում ենք մենք մատակարարենք, ինչքանով որ դա մեզ չի վնասի սանկցիաներից ելնելով։ Մենք շատ լավ դիալոգ ենք կարող կազմենք բոլորի հետ, եւ վերջի-վերջո այսօր ինչ այլընտրանք ունենք։ Լավ, մի րոպե, մի հատ այլընտրանքը մեզ ասեք։ 90 միլիոն թուրքալեզուների հետ դուրս գանք պատերազմի ոչնչանանք մի ամսվա ընթացքում։ Չէ։ Եթե չէ, եք ուրիշ առաջարկում։ Մտնենք ռուսական միութենական կազմի մեջ եւ դառնանք չեչենների պես մի հատ ինչ-որ միավոր, ոչ։ Ձեզ ոչ մեկ թույլ չի տա։ Դա ձեզ ոչ մեկ, ոչ մի հայ ուշադիր լսող լսեն այդ դիպությունը, ոչ մի հայ թույլ չի տալու, որ դուք ձեր հետևում մտածեք այդ Քոչարյանը այդ բոլոր ձևերով այդ իշխանություններ ցանկացող, որոնք գալիս են մերթ, մեկ հին, մեկ մանուկ պատանեկան տեսքով, մեկ չգիտեմ, տես միամիտ եւ այսպես անարատ եւ մաքուր են ընդհանրապես կապ չունեցողների հետ դեպքով, այսպես ուզում եք գառնուկների դեմքով եկեք,
ձեզ ոչ մեկ թույլ չի տալու, ոչ մի հայ, ոչ մի Երևանի Հայաստանի ընտրող թույլ չի տալու, որպեսզի Հայաստանը դառնա ռուսական միութենական մի մաս։ Եվ մենք ցանկություն ենք դառնալ եվրոպական միության մաս, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ դա կտևի տարիներ, բայց մենք միևնույն ժամանակ շատ լավ հասկանում ենք, որ մի քանի ամսից մեր հայրենակիցները շատ հանգիստ կարող են առանց վիզայի գնալ Եվրոպա եւ ըստ այդմ զարգացնել հասնել նրան, որ Եվրոպային ենք մենք ձեռք տալու լինել Եվրոպային, բայց լինել մի միավոր, որը ինքն է որոշում իր ճակատագիրը, այլ ոչ թե Պուտին ձյաձյայի ասելով պետք է գնա եւ մտնի Ռուսաստանի կազմի մեջ։ Այդպիսի բան չի լինելու։ Ինչքան էլ ուզում են պայքարեն, ինչքան էլ ուզում են ինչ լավաչով էլ բրդուճ իրեն սարքեն, այդ բրդուճը մենակ իրենք թող ուտեն։ Եվ շատ հետաքրքիր մի օրինակ էլ ես բերեմ, միանշանակ համաձայն լինելով քեզ հետ, մենք հիշում ենք, չէ, սրանից 6 ամիս առաջ Ալիևը ոնց էր հոխորտում Ֆրանսիայի եւ մասնավորապես Մակրոնի հասցեին։ Ու հետո այս վերջի հանդիպմանը մենք տեսանք, չէ, ոնց էր ողջագուրվում Մակրոնի հետ, ոնց էր փառաբանում Ֆրանսիան, իհարկե շահեր։ Հայաստանում գտնվելով վնասում էր Ադրբեջանի շահի հետ, բայց նրանք գտան ընդհանուր շահ գտան, որովհետև այո, Ադրբեջանը եւս կծվել էր Ռուսաստանի հետ Ֆրանսիայի շահերին դեմ եւ վերջո այստեղ համընկան բոլորի շահերը եւ այստեղ է որ ամենակարևորը մեր Հայաստանի Հանրապետության գերակա շահն է։ Խնդրեմ, այդ ուղղությամբ եկեք ինչքան ուզում եք գայիք քննարկենք բոլոր տեխնացուներին, որոնք Հայաստանի գերակա շահը պահպանելով ներկայացնում են մի հատ ծրագիր։ Բայց թող չգան էլի մեզ ասեն այստեղ մենք Ռուսաստանի հետ ավելի լավ, լսեք, ավելի լավ չի լինում, մենք հրաշալի հարաբերություններ ունենք, անկախ մերը ասող, տեսանք էլի Մոսկվայում, տեսանք էլի ինչպես ընդունելություն է, շատ նորմալ, շատ adekvat, եւ ես կարծում եմ վերջո Կրեմլը եւս ինքը պետք է ուրախ լինի առողջ մի միավորի հետ գործ ունենալու, որը իր վասալը չէ եւ չի պատրաստվում այլևս լինելու ոչ մեկի։ Շատ լավ վերջաբան էր, ես առաջարկում եմ սրանով էլ ավարտենք այսօրվա մեր հաղորդումը, իհարկե մենք ունենանք նաև մեր կիրակնօրյա հաղորդումը, եթե հասնենք նաև մեր տոնական հաղորդումը, շնորհակալություն Արման ջան։ Ես եմ շնորհակալ Գավիթ ջան։ Եվ վերջ, այսքան ենք նախատեսել այսօրվա համար, հիշեցնեմ, որ Փարիզից ինձ հետ աշխատում էր միջազգայնագետ Արման Ավագյանը։ Ամենայն բարիք ձեզ։